Արմեն Թաթոյանն առաջարկում է, որ աշխատանքային ստաժ համարեն նաև այն աշխատած տարիները, որոնք աշխատանքային գրքույկի մեջ չեն գրվում ու չեն հաշվում։ Օրինակ, գյուղերում հող մշակողների աշխատած տարիները կամ նրանց, ում ասում են, թե արխիվ չկա, աշխատանքային գրքույկ չկա։ Դուք կողմ եք, որ այդ աշխատանքը եւս հաշվի որպես ստաժ։ Շատ խելացի բան ասում։ Չէ որ գյուղացիները պետականորեն չեն աշխատում, բայց իրականում աշխատում են նրանց ստաժը չի հաշվվում, էլի։ Շատ ճիշտ է։ Այդ ծրագրին։ Իհարկե։ Տանք։ Անպայման դա պետք է լիներ, ոչ թե։ Դա այն սովետական միության ժամանակ եղել է, ստաժ համարվել է։ Իսկ հիմա ինչու է վերացել, զարմանում եմ։ Ես չգիտեմ, որ դա կարող է վերանալ լինի։ Մարդը աշխատում է, նա չունենա ստաժ։ Նա բարիք է ստեղծում։ Նա այդ բարիքը վաճառում է քաղաքացիներին։ Քաղաքացի գործանում արտադրությունում աշխատողը պետք է ստաժ ունենա, իսկ գյուղատնտեսության արտադրողը, որ գյուղմթերք արտադրում է, նրան սպասարկում է մթերքով, նա չպիտի է։ Իմիջիալոց Թաթոյանը ավելի հարմար վարչապետ կլներ, քան Իմիկվանը։ Շատ ավելի հարմար վարչապետ կլներ։ Նա հայրենասեր տղա է, բայց ափսոս որ նա նախորդ ընտրություններում չի դրել, նա ժամանակ կանցներ։ Հա, կողմ եմ։ Խիչ է, որ մարդիկ աշխատում են, բախի չէ, չհամարվեն էլի։ Բնականաբար, նորմալ մտածելակերպ է եւ այդպես էլ պետք է լինի։ Դուք կողմ եք այդ գաղափարին։ Իհարկե։ Եվ միանշանակ կողմ եմ, միանշանակ։ Լավ ծրագիր է։ Իհարկե լավ ծրագիր է, կողմ եմ։ Ունեցել եմ շատ աշխատանք, բայց ստաժ չունեմ։ Ես էլ եմ շատ աշխատել, ստանում եմ 36,000 դրամ, որսկի ինձ դեղերին չի երիքում։ Պետք է համարվի։ Մարդը աշխատում է։ Դուք կողմ եք։ Այո։ Ես անձամբ աշխատում եմ, բայց ստաժ չի համարվում։ Տաքսի եմ վարում, ինչի համար։ Ճիշտ է։ Հա, կողմ եմ։ Ծրագրերը լավն են, կատարումն է դժվար։ Դե որ աշխատել ենք, ինչի համար կողմ պետք է չլինենք։ Ես ինքս հենց այդպես աշխատել եմ։ Երկար տարիներ։ Ես 39 տարվա ստաժով 28 տարվա թոշակ եմ գնացել։ Իհարկե, տրամաբանական է։ Կարելի է, բավունդ, աշխատում են մարդիկ, գյուղացին մենք չեն կարող ապրենք, այգու ջան, գյուղացիով ենք ապրում։ Այո։ Միանշանակ, պիտի գնանցվի, չկորցնենք այդ, ինչքան որ մենք աշխատել ենք։